Так, բարև ձեզ սիրելիներս, այսօր խոսենք մայիս ամսվա իրադարձությունների մասին, սակայն մինչ այդ ասեմ, որ այսօր առավոտյան, վաղ առավոտյան 6:36 նորալուսիներ, մի քիչ լարված նորալուսիներ, հիմա կասեք էլի վախեցնում է, ես չեմ վախեցնում, այս լարված օրերը հատկապես հիմա ամսվա վերջին 26-ին եւ այլն ապրիլ ամիսը բավական լարված է, բայց մենք ժողովուրդս այդքան շատ չենք զգում, որովհետեւ հեռավոր մոլորակներն էին այստեղ լարված իրավիճակներ ստեղծում, դա ավելի շուտ վերաբերվում է պետական մակարդակների, պետական ընդհանուր ամբողջ աշխարհի պետական մակարդակի վրա իրադարձությունները, որոնք հիմա կատարվում են, դուք անընդհատ կարդում եք, գիտեք, որ լարված է աշխարհում, հետո դրանց բացի այս վիրուսը դրա հետ կապված մեր տանը իզոլացված վիճակը եւ այլ այդ բոլորը լարվածությունն է, այնպես որ ասում եմ լարվածություն դուք կոմենտ եք գրում, օй վախեցա, մի վախեցեք, լարված ենք, չէ, տանը նստած ենք, այնպես որ սարսափելի ոչինչ չկա, այս լարվածությունը կտևի մինչև ամսվա վերջ, որպեսզի վերջնականապես դուրս գանք այս իրավիճակից վիրուսի հետ կապված, երևի թե մայիսի վերջում դա արդեն կլինի, երբ որ մենք իսկապես դուրս կգանք այս իրավիճակներից, որովհետև հիմա ես անցյալ անգամ ասացի երրորդ փուլն է, հիմա երրորդ փուլն է, որը որ մի քիչ մեղմանա ամսվա վերջին, իսկ մայիսին արդեն կսկսեն պակասել։ Մայիս ամսվա ընթացքում 3 մոլորակ Սատուրնը, Յուպիտերը եւ Վեներան կսկսեն հետադարձ շարժում։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ այդ մոլորակների հետ կապված բոլոր գործերը կսկսեն դանդաղել։ Եվ քանի որ այս մոլորակներից յուրաքանչյուրը ղեկավարում է 2 նշանով, ապա ստացվում է, որ մեր գործերի կեսը փաստորեն 6 նշանում դանդաղացում ունենք գործողությունների։ Հիմա մենք լիքն ենք էներգիայով, բայց մենք տանն ենք նստած, գործելու հնարավորություն չունենք, նախապատրաստվում ենք տանից դուրս գալ, մեր գործերը արագ անել, բայց ստացվում է, որ արագ անել դրանք հնարավոր չի, քանի որ մեր գործերի կեսը դանդաղում է։ Այսինքն ոչ թե չի ստացվում, այլ ստացվում է, ձգվում է ժամանակի առումով։ Քանի որ մենք խոչընդոտների կհանդիպենք, կդանդաղեցվի այդ աշխատանքները, ապա շատերի մոտ կարող է պատահի կասկածներ առաջանան, շարունակենք, չշարունակենք, սկսենք, չսկսենք, անենք։ Դրանից բացի դժվար է այս ամսվա ընթացքում, քանի սև լուսինը դեռ գտնվում է այնտեղ, որտեղ ոչ ճիշտ ինֆորմացիա ստանալու պատճառով, ոչ լիովին ավելի շուտ ինֆորմացիա ստանալու պատճառով մենք լրիվ չենք տիրապետում ինֆորմացիային եւ ըստ այնմ չենք կարողանում մեր գործերը ճիշտ դասավորել։ Դրանց բացի իսկապես Նեպտունը գտնվում է ձկների մեջ եւ լարված վիճակում, դրա համար մեզ մոտ կասկածներ իրոք կառաջանան։ Շտապել պետք չի երևի թե, որովհետեւ հիմա այսօր նորալուսին է, այսօրվա կատարվածները դեռ մեզ համար շատ բաներ մութ կմնան, սակայն ամսի 7-ին լիալուսնի ժամանակ բավականին հարցեր պարզ կլինեն արդեն մեզ համար համարյա, այն ժամանակ կարող եք արդեն սկսել գործել, մի քանի հարցերում կասկածները կվերանան։ Մինչ այդ գործելը երևի թե սխալ կլինի, քանի որ մենք դեռ բաներ կան, որոնք չգիտեն եւ որոնք կարող են կտրուկ փոխել մեր որոշումները։ Հետո ֆինանսական հարցերը շատ կշոշափենք մենք բոլորս,
որովհետև այս չաշխատելը շատերին բերում է սնկացման եզրին։ Բացի դրանից փոքր բիզնեսը կամաց-կամաց կարծես թե կանգնում է անդունդի եզրին, որտեղ շատերը կարող է պատահել իրենց փոքր բիզնեսները փակեն հունիսին, մայիսի վերջում։ Մայիսի 16-ից 23-ի մինչև 23-ը ընկած շրջանում մեզ համար վերջնականապես շատ հարցեր ակնհայտ կդառնան, որոնք եւ կազդեն մայիսի երկրորդ կեսի մայիսի վերջի մեր գործողությունների եւ հունիսի վրա։ Մայիսի 10-ից 12-ը կլինեն նորություններ, որոնք կպարզաբանեն հարցերը, որոնք այսօր էին, այսօր վաղը, այս մի քանի օրում մեզ մոտ հարցեր կառաջանան, որի պատասխանը չունենք։ Իսկ 10-ից 12 այն նորությունները, որ մենք ստանանք, կարող է պատահել այդքան էլ գոհ չլինենք նրանով, ինչ կլսենք։ Մի քիչ ոմանց մոտ բողոքներ կառաջանան, դժգոհություններ կառաջանան, բայց 24-ից 26-ը երևի ձեր հարցերի պատասխանները կստանաք եւ արդեն կարող եք հանգիստ գործել։ Այսինքն մայիս ամիսը մեզ մոտ ստացվում է ստարտի ամիս այս դադարումներից հետո, երբ մենք կարող ենք վերջապես մեր գործերը սկսել, շարունակել, չմոռանանք, որ ամռանը հուլիս-օգոստոսին էլ մի քիչ լարված ժամանակաշրջան է, միգուցե ավելի շատ ֆինանսական հարցերում, սակայն քանի որ այստեղ հեռավոր մոլորակներն էին, մենք այդ լարումները տեսնում էինք դեռ դեկտեմբերին, բայց նույնիսկ պատկերացում չէինք էլ կարող կազմել, որ այս լարումները կարող է պատահել բերեն այսպիսի իրավիճակի։ Դրա համար կասկածներ իհարկե էլի կան, դա իսկապես ֆինանսական ճգնաժամ է, թե էլի վիրուսի հետ կապված ինչ-որ հարցեր են, որովհետև այն մոլորակը, որը որ այստեղ ամենալարված դիրքում է լինելու նաև հուլիս-օգոստոսին, նաև հիմա է ինքը լարված, ասում է կարող է տալ եւ գումարային ճգնաժամեր Պլուտոնը եւ վիրուսի հետ կապված ճգնաժամ հարցեր։ Նույնիսկ ես եմ կասկածում, որտեղ մենք խոսեցինք այն ժամանակ Պլուտոնի ազդեցության մասին դեկտեմբերին, բայց խոսեցինք ֆինանսական առումով նրան դիտելով, բայց քանի որ այսպիսի իրավիճակ ստեղծվեց, դրա համար հստակ այսօր երևի թե ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կլինի հուլիս-օգոստոսին, ֆինանսական ճգնաժամ, թե նորից վիրուսային համաճարակի վերադարձ, բայց չեմ կարծում վիրուսը, որովհետև կարծես թե նա շոկին չի դիմանում, ուրեմն վիրուսը կարող է նորից ետ գալ, բայց ուրիշ տեսքով ու ավելի թեթև տեսքով նոյեմբերին երևի թե։ Այս ընթացքում եւ մայիսի ընթացքում անակնկալներ մենք բոլորս դեռ կունենանք, այնքան էլ հաճելի անակնկալներ չեն, բայց էլի մի վախեցեք, որովհետեւ կենցաղային առումով սրանից ավելի վատ չի լինելու, այսինքն վախենալ պետք չի։ Սակայն պետական մակարդակներով համաշխարհային իրավիճակը փոփոխվում է անընդհատ եւ անընդհատ մենք կունենանք անակնկալներ հաստատ։ Մայիս ամիսը մեզ համար կարծես թե պատուհան լինի դեպի 2021 թիվը։ Ինչու, որովհետեւ այն գործերը, որոնք մենք կսկսենք մայիս ամսին, մենք կարող ենք ավարտի հասցնել մինչև տարվա վերջ, այսինքն հասնել մեր նպատակներին տարվա վերջում, դեկտեմբերին ավելի շուտ։
եւ արդեն մտնել 2021 թիվը այդ նույն հարցերի շարունակությունը կլինի 21 թվին։ Բանը նրանում է, որ համաշխարհային իրավիճակը մեզ սխալ են ինֆորմացնում, այսինքն այդտեղ ուռճացրած եւ սուտ շատ բաներ է խոսվում։ Դրա համար, քանի որ ամբողջ աշխարհի ժողովուրդը դեզօրիենտացված է ինֆորմացիայի առումով, ապա ստեղծվում է շատ նյարդային իրավիճակներ, որի մեջ պարզ է, որ մենք էլ ենք։ Դրա համար անցյալ անգամ ես ձեզ շատ խնդրեցի շատ չնյարդանալ, այսօր էլ նույնը կարող եմ կրկնել, հանգիստ այդ բոլորին վերաբերվեք, եթե մեզանից կախված ինչ որ բան կլիներ, մեզ տանը չէին նստացնի, որովհետև շատ հարցեր են առաջանում, որոնց պատասխանը մենք այսօր դեռ չենք ստանում ու առայժմ չենք էլ պատկերացնում, երևի թե մայիսի վերջում շատ բաներ պարզ կդառնա եւ մենք կարող ենք մի քիչ գոնե հասկանալ ուր ենք շարժվում, ինչ ենք անում, ինչի ենք ձգտում։ Շատ հետաքրքիր իրադարձություն կլինի մայիսի 5-ին, երբ հանգույցները լուսնի Ռախուն եւ Կետուն փոխում են նշանը։ Տարի ու կես եղել են հանգույցները ուրեմն խեցգետնում Ռախուն եւ Կետուն եղել է այծեղջյուրի մեջ։ Հիմա նրանք մայիսի 5-ին փոխում են նշանը։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ մենք եթե ավելի շատ ուշադրությունը մեր կենտրոնացած էր տուն ընտանիք հայրենիք հարցերին եւ պրոֆեսիոնալ բիզնես ստատուս եւ այլ հարցերին եւ նաեւ պետական մակարդակով վերևներում տեղի ունեցող իրադարձություններին, ապա հիմա մեր ուշադրությունը, բոլորի ուշադրությունը ավելի շատ կշեղվի ուրեմն այդպիսի հարցերին, ինչպիսին են տարբեր կուրսեր, տարբեր կրթական օջախներ, գիտեք, քանի որ հիմա դեռ մի ամբողջ ամիս համարյա, մայիս ամսում դեռ տանն եք, կարող եք գրվել տարբեր կուրսերի, տարբեր դպրոցների, կվալիֆիկացիան բարձրացնելու համար եւ այլն։ Տեսեք, միանգամից հանգույցները փոխեցին իրենց դիրքը եւ նաեւ կարելի է դրա մասին ասել, շատերը կգնան երևի թե կոմպյուտերային կուրսերի, որպեսզի սովորեն, համակարգիչով օգտվելը, հետո դա ինֆորմացիան է, այսինքն մտնում է երկվորակ եւ աղեղնավոր հանգույցները։ Երկվորակը դա ինֆորմացիան է, ժուրնալիստիկան է, համակարգչային ինֆորմացիաները, նաև մեր մտերիմները, մեր հարևանները, մեր կրտսեր երեխաները, այդ ամենը երկվորակում է, այսինքն այդ հարցերով մենք երևի թե շատ ավելի լինենք զբաղված։ Մյուս կողմից բարձրագույն կրթությունների հարցը կբարձրանա, որովհետև այնտեղ էլ երևի թե կրթվելու ձևը, ինչպես հիմա մենք հեռահար ենք սովորում, երևի թե բարձրագույն կրթական օջախներում էլ փորձեն ինչ-որ բաներ անել, որ կարողանան մինչև տարվա վերջ երեխաները սեպտեմբերից նոր կրթական տարին կսկսվի, իսկ այդ հարցերը կշոշափվեն, որովհետև երեխաները դեռ չգիտեն աշնան եղած գրիպերը, վարակները, որ լինեն, նորից պետք է տանից սովորեն, թե ինչպես։ Այսինքն այդ ոլորտում էլ փոփոխություններ կլինեն, առաջինը, երկրորդը, շատերը կմտածեն միգուցե կրթական օջախը փոխել կամ մասնագիտությունները փոխել, որովհետև բավականին այդ առանցքը
փոխվում է եւ մեր հետաքրքրություններն են փոխվում։ Իդեպ երկվորյակը նաև նախնական ուսումն է, այսինքն դպրոցն է, իսկ աղեղնավորում հանգույցը մեզ կասի բարձրագույն կրթությունների մասին։ Բարձրագույնից հիմա այս մոտակա 2-3 տարին երևի թե 1.5-2 տարին երևի թե մեր ուշադրությունը շեղվի դեպի ավելի կվալիֆիկացիան բարձրացնելու կուրսերը, լեզուների կուրսերը, ինչ որ ինտերնետային եւ այլ, այսինքն միգուցե շատերը ուշադրությունը շեղեն դեպի այդպիսի ուսումներ։ Հետո ինֆորմացիայի հարցը շատ լուրջ է հիմա արդեն, իսկ մոտակա տարի ու կեսը նույնպես ինֆորմացիոն դաշտում փոփոխություններ կլինեն։ Այսքանը դա կարևոր իրադարձություններ է, որտեղ փոփոխում է բավականին մեր կյանքի ոճը։ Իսկ հիմա անցնենք արիական օրացույցին, հասանք օձի տարին։ Դա ուրեմն 7-րդ տարին է այդ օրացույցի եւ օձ, բայց ոչ թունավոր օձ, իր, իսկ հակատոտեմը վիշապոց, թունավոր օձ։ Դա 1912 թվի ծնվածներն են, 1944, 1976 թվի ծնվածներն են եւ 2008 թվի ծնվածներն են։ Այս եւ մյուս 8-րդ տարին կապված են ջրերի հետ, ջրերի ամբոխների հետ, վարար գետերի հետ, ստորգետնյա ջրերի հետ, որովհետև ոչ թունավոր օձը իժը հովանավորում է հենց այդ ջրերի հոսքերին։ Այդ տարիները կարծես կարմիկ տարիներ լինեն, որովհետև շատ տարիներ առաջ արածները մարդկանց վերադառնում են կարծես անիվի պես շրջան են կատարում եւ վերադառնում են։ Եթե լավն է արված, լավ գործեր է արված, դա վերադառնում է պարգևի տեսքով։ Եթե ինչ որ չար գործեր են արված, ուրեմն վերադառնում են սակայն դասերի տեսքով եւ այդ տարվա ծնված մարդը ընկնում է այնպես իրավիճակների մեջ, որ կարծես անիվի մեջ է ընկնում եւ իր բոլոր արած չարիքների միջով ստիպված է լինում ինքը անցնել եւ ոչ մի կերպ չի կարողանում պատրել եւ դուրս գալ այդ անիվից։ Կարման իր գործը անում է, չարիքը արված, ինչքան էլ տարի որ անցնի, դու միևնույն է կպատժվես։ Այս 7-րդ եւ 8-րդ տարիներում չի կարելի պղծել ջուրը, ջրերի հոսքը, գետերը, օվկիանոսները, որովհետև ես արդեն ասացի, ընկնում են այդ անիվի մեջ եւ ոչ մի կերպ իրենց այդ դժվարություններից չեն կարողանում այդ մարդիկ դուրս գալ։ Ընդհանրապես մի քիչ տարօրինակ տարի է, անկանխատեսելի, որովհետև շատ տարօրինակ եւ թաքնված իրադարձություններ են կատարվում, որոնց պատասխանը կամ բացատրությունը չի կարելի միանգամից, հնարավոր չի միանգամից հասկանալ։ Ժամանակ պետք է անցնի, որպեսզի դուք կարողանաք բացատրել այդ տարվա կատարված իրավիճակները, որովհետև թաքնված ուժեր են ինչ որ գործում կարծես ստվերից, բարակույրի ետևից, որոնց դեմ փաստորեն անհնար է լինում, եթե չարիք է լինում նույնիսկ, անհնար է լինում պայքարել։ Սակայն այդ տարիներում
հնարավոր է լինում նույնիսկ վերականգնել արդարությունը։ Այդ տարվա ծնված մարդիկ իժպես չեն սիրում մարդաշատ տեղեր, սիրում են մի քիչ ավելի ստվերից գործել, նույնիսկ եթե լավ գործեր են անում, միևնույն է, այդ տարվա ծնվածները եւ չարերը եւ բարիները մի քիչ մեկուսացված մարդիկ են, հանգիստ մարդիկ են, իժի որպես տոտեմի ներկայացուցիչ մարդիկ լինում են հանգիստ, խաղաղ, լինում են բարի, դանդաղաշարժ, սակայն այդ դանդաղաշարժությունը խաբուսիկ է, որովհետև եթե հանկարծ որևիցե մեկը փորձի նրա պոչին նույնիսկ կանգնել, կամ ինչ նա ակնթարթային ռեակցիա է տալիս եւ անմիջապես կարող է խփել, չի կծում, բայց խփում է։ Հակատոտեմը ծածուկ կամաց է մոտենում եւ խայթում է։ Մարդու կերպարը, եթե նա ավելի շատ թունավորոցի է նման, մարդու կերպարը լինում է ուրեմն այսպես վազող աչքերով, շատ անհանգիստ, բայց երկուսն էլ եւ իժը եւ վիշապոցը սիրում են արևին պառկել, հաճույք ստանալ, կյանքի հաճույքները վայելել, այդպես էլ մարդիկ այդ տարվա ծնված։ Չնայած այս բնութագիրներին, այդպիսի մարդիկ իրենք շատ նպատակասլաց մարդիկ են։ Եթե ինչ-որ նպատակ են դրել իրենց առջև, իրենք կարողանում են այդքան կամքի ուժ ունեն հասցնել ավարտին, այսինքն հասնել իրենց նպատակներին։ Դրանից բացի նրանք շատ ճկուն մարդիկ են, եւ նրանք եւ մյուսները շատ ճկուն են, օծի նման, կարող են արագ հարմարվել, արագ վերափոխվել, այսինքն եթե դա մարդ է, նրանք կարող են մի քանի մասնագիտությունների տիրապետել, արագ կարող են փոխել իրենց ուղին, արագ կարող են փոխել իրենց նպատակները եւ հարմարվել։ Սակայն երբ նրանք վերափոխվում են, այդ ժամանակ նրանք լինում են մի տեսակ անպաշտպան, ինչպես օծերը, երբ փոխում են իրենց կաշին։ Այդ տարվա ծնված մարդիկ նաև մի քիչ սիրում են մեկուսանալ, շատ պահանջկոտ չեն, ինչպես է օծը, իրեն կերը կերավ, հետո կարող է շատ երկար, հանգիստ այդ բոլորը մարսել, չէ։ Նույնպես էլ այդ մարդիկ են, նրանք շատ պահանջկոտ չեն, կարող են քչով բավարարվել, սակայն այդ մարդիկ լինում են շատ քննադատող, ետևից չեն խոսի, բայց քննադատում են, անդադ դժգոհություն են արտահայտում։ Այդ տարվա ծնվածները նաև շատ հավատարիմ մարդիկ են եւ ընկերության մեջ, եւ ընտանիքում, որովհետեւ քանի որ իրանք ավելի մեկուսացած են, նրանք ընկերներ քիչ ունեն, բայց շատ հավատարիմ են իրենց ընկերներին եւ ընկերներն էլ իրենց համար նույնպես հավատարիմ են։ Այսպիսի մարդկանց օգնության են դիմում նաեւ պետական մարմինները, որովհետեւ նրանք խելացի են շատ, սակայն չի սիրում երևալ։ Դրա համար նրանք ավելի շատ օգնականներ են, երկրորդական աշխատողներ են, որոնք իսկապես մեծ օգնություն են ցուցաբերում պետական մարմիններին։ Այդպիսի մարդկանց օգնությամբ հնարավոր է պետական առանցքը կարծես ամրեցնել, պետական ստրուկտուրան ամրացնել։ Այսօր այսքանը, հաջորդ անգամ մենք խոսենք մոլորակներից արևի մասին, լուսնի մասին արդեն մենք խոսել ենք։ Ցտեսություն, մինչ նոր հանդիպումներ։